Բարև բոլորին։ Եթե արդեն նայել ես նախորդ տեսանյութը, ապա այսօր շարունակում ենք ինդիկատորների թեման։ Այս անգամ կանցնենք մի քանի հետաքրքիր ու ավելի խորը գործիքների վրա, որոնք կարող են օգնել ավելի լավ հասկանալ շուկայի շարժը։ Bulls Power։ Սկսենք Bulls Power-ից։ Այս ինդիկատորը ցույց է տալիս գնորդները, բուլլերը, ինչքան ուժ ունեն շուկայում։ Ինչ ես տեսնում։ Գծիկներ կամ սյունակներ, սովորաբար 0-ի շուրջ։ Ինչպես հասկանալ։ Եթե ինդիկատորը բարձր է 0-ից վեր, նշանակում է գնորդները ուժեղ են։ Եթե սկսում է ընկնել, նշանակում է նրանց ուժը թուլանում է։ Ինչի համար է օգտակար։ Կարող ես հասկանալ, արդյոք շուկան դեռ ունի վերև գնալու ուժ, թե արդեն հոգնել է։ Demarker։ Հաջորդը, Demarker։ Սա մի քիչ ուրիշ բան է ցույց տալիս։ Այն օգնում է հասկանալ շուկան գերգնված է, թե գերվաճառված։ Ինչ ես տեսնում։ Գիծ, որը շարժվում է 0-ից 1 միջակայքում։ Ինչպես օգտագործել։ Եթե արժեքը մոտ է 1-ին, կարող է շուկան շուտով իջնի։ Եթե մոտ է 0-ին, կարող է գնա վեր։ Սա լավ է օգտագործել որպես զգուշացում, երբ շուկան շատ է գնացել մի ուղղությամբ։ Fractal Chaos Bands։ Սա արդեն մի քիչ ավելի հետաքրքիր է։ Fractal Chaos Bands։ Ինչ ես տեսնում։ Երկու գիծ, վերևի ու ներքևի սահմանները։ Ինչ է ցույց տալիս։ Սա basically ցույց է տալիս շուկայի սահմանները։ Եթե գինը մոտ է վերևի գծին, կարող է հետ գա։ Եթե մոտ է ներքևին, կարող է բարձրանա։ Շատ լավ է օգտագործել որպես support resistance հասկանալու համար։ MACD եւ վերջում ամենահայտնի ինդիկատորներից մեկը MACD։ Ինչ ես տեսնում։ Երկու գիծ պլյուս հիստոգրամ։ Ինչպես հասկանալ։ Երբ գծերը հատում են իրար, դա կարող է լինել սիգնալ։ Եթե հիստոգրամը աճում է, շարժը ուժեղանում է։ Եթե նվազում է, շարժը թուլանում է։ MACD շատերը օգտագործում են թրենդի ու մոմենտումի համար։ Կարևոր միտք։ Մի փորձիր միանգամից բոլորը օգտագործել։ Սա ամենամեծ սխալներից մեկն է։ Ավելի լավ է ընտրես 1-2 ինդիկատոր, հասկանաս խորությամբ ու հետո նոր ավելացնես։ Եթե ուզում ես, որ ես ցույց տամ, ինչպես եմ ես համադրում այս ինդիկատորները իրական թրեյդի մեջ, բաժանորդագրվի ալիքին։ Գրի կոմենտում, որ ինդիկատորը քեզ ամենաշատը հետաքրքրեց։ Մտի իմ Telegram։ Մենք արդեն հավաքում ենք community, որտեղ միասին սովորում ենք ու քննարկում իրական սիտուացիաներ։ Disclaimer։ Այս ալիքում ներկայացված ամբողջ ինֆորմացիան կրթական եւ ինֆորմացիոն նպատակներով է։ Ես չեմ տալիս ֆինանսական խորհուրդներ ու չեմ խոստանում որևէ երաշխավորված եկամուտ։ Թրեյդինգը կապված է ռիսկերի հետ, եւ դու կարող ես ինչպես շահել, այնպես էլ կորցնել քո գումարը։ Խնդրում եմ, միշտ արա քո սեփական վերլուծությունը եւ մի ներդրիր գումար, որը չես կարող կորցնել։ Եթե դու նոր ես, սկսիր փոքր քայլերով ու դեմո հաշվից։